Իշխանությունները դեռ քննարկում են, թե ինչպես զրկեն արտերկրում ապրող քաղաքացիներին Հայաստանում ընտրելու իրավունքից, բայց այս հարցն արդեն ներառվել է մյուս շաբաթ կայանալիք խորհրդարանի արտահերթ նիստի օրակարգում։ Իշխող քաղաքացիական պայմանագիրը մտադիր է արտերկրում գտնվող քաղաքացիներին զրկել ընտրելու իրավունքից, եթե նրանք ընտրություններին նախորդող տարում փաստացի առնվազն 183 օր չեն ապրել Հայաստանում։ Մենք ներսում քննարկում ենք այդ խնդիրը, հնարավորինս քիչ խնդիրներով երկու ուղղությամբ, որտեղ խնդիր կա։ Մեկ համահայկականությունը, մյուսը ինչպես սկզբում ասեցի, տեխնիկականը։ Հնարավորինս հեշտ լուծում տալ տեխնիկական եւ համահայկական առումներով, հենց հիմա այդ քննարկումն է ընթանում։ Խորհրդարանական ընտրություններին հաջորդած իրենց այս նախաձեռնությունը Փաշինյանի թիմակիցները պայմանավորում են Ռուսաստանում ապրող եւ այս վերջին ընտրություններին ըստ իրենց ընդդիմության օգտին քվեարկելու եկած քաղաքացիների հետ։ Անգամ քննադատություններ եղան Ռուսաստանից եկածների նկատմամբ, թե իրենց կյանքը կապել են այլ երկրի հետ, բայց ընտրություններին գալիս ու հայաստանցիների փոխարեն են որոշում կայացնում։ Այսօր այս թեմայով քննարկման ժամանակ ԿՊԱ-կան падգամավոր Թագուհի Ղազարյանն այդպես էլ ուղիղ չպատասխանեց ազատության հարցին։ Արդյոք ընտրական իրավունքի սահմանափակումը համարում է սահմանադրությանը հակասող, ասաց, որ խնդիրներն իսկապես շատ են ու կարծիք հայտնեց, թե հարկավոր է դանդաղ աշխատել այս հարցի շուրջ։ Ցուցակների մեջ ներգրավելու մասին լինի, ոչ թե ընտրական իրավունքի, այսինքն եթե մարդիկ այնտեղ այդ ինչ ցենզուր դրվի, ցուցակների կազմման վերաբերյալ լինի, ոչ թե ընտրական իրավունքի, որպեսզի մարդիկ կարողանան արագացած ընթացակարգում վերականգնել իրենց ցուցակում ներգրավվածությունը, եթե այնտեղ խնդիր առաջանա, որովհետև եթե դա ընտրական իրավունքի հարց լինի, այդտեղ այդ արագացված ընթացակարգերը վերականգնվելը եւ այլնը բարդ կգործի։ Ընդդիմադիր падգամավոր Գեղամանուկյանը վկայակոչեց սահմանադրությունը, ըստ որի ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ընտրելու եւ հանրաքվեին մասնակցելու իրավունք։ Ինչու է հիմա իշխանությունը կներեք բարեկամներ ափափ բերում այս նախագիծը, որտեղ սա կոչվում է ընտրական օրենսգիրքը, սահմանադրական օրենսգիրք։ Իսկ ԿՊ-ն ապագա խորհրդարանում չունի սահմանադրական մեծամասնություն ոտքի վրա փոփոխություն կատարել։ Մանուկյանն ասաց, եթե իշխանություններն ընդունեն այս նախագիծը, իրենք կդիմեն սահմանադրական դատարան։ Էդվարդ Պերճյանը չի կարող մասնակցել որպես Հայաստանի քաղաքացի ընտրություններին։ Հենրիխ Մխիթարյանը չի կարող։ Հայաստանի բազմաթիվ խոշոր ձեռնարկություններ, որոնք գործունեություն են ծավալում տարբեր երկրներում, որոնք ներկայացություններ ունեն, իրենց աշխատակիցներին գործուղում են 1 տարով, 2 տարով, այդ կամ այն երկրում հանուն Հայաստանի Հանրապետության։ Ձեր համար դա հարկատուն բանն է, չէ՞, հերոսն է։ Հայաստանի Հանրապետության բյուջեն լրացնող այդ ընկերությունների ներկայացները զրկված է։ Մինչ ԿՊ падգամավոր Թագուհի Ղազարյանը հակադրվում էր ընդդիմադիր Մանուկյանին ու պնդում, իրենց նպատակն է, որ հայաստանցին որոշի Հայաստանի ճակատագիրը, ոչ թե դրսում արմատներ գցածները, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը եւս ընդգծում էր։ Դա հակասահմանադրական դրույթ է, նախատեսել, որ երկրորդ հատվածում փոփոխություն է կատարվում ու խմբագրվում է ընտրական իրավունքը, անհնար է եւ անտեղի եւ նույնիսկ չեմ պատկերացնում, թե ինչու է նախագիծը ընդհանրապես շրջանառվել այն տեսքով, որ շրջանառվել է, ուրախ եմ, որ Տիկին Ղազարյանը փաստացի համաձայն չի այն ձևին, որ նախագիծը ներկայացված է։ Իշխանություններն ավելի վաղ հակադարձել են ընդդիմախոսներին, թե այս առաջարկը սահմանադրության հետ խնդիր չունի, օրինակել ունեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որին մասնակցող քաղաքացին վերջին 1 տարում պետք է 6 ամսով հաշվառված լինի տվյալ բնակավայրում։